Ուղիղ հեռարձակման բազմանկյուն հաղորդաշարն է եթերում, բարի երեկո։ Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, այս աշխատության հեղինակ Միքայել Նալբանդյանը դեռևս 19-րդ դարում մատնանշում էր բարեկեցիկ երկիր ունենալու ուղիղ ճանապարհը, զարգացած տնտեսություն։ Այսօր մեր տնտեսության վիճակը ծանր է, այդ մասին խոսում են բոլորը, եւ իշխող եւ ընդդիմադիր ուժերը։ Ինչ ուղիղ ճանապարհներ է մատնանշում խորհրդարանական ուժերը, այսինքն ավելի ճիշտ քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Այսօր այս թեմայի շուրջ ենք զրուցելու, մեր հյուրերն են Կոնգրես ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Մաթեոսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Զաքարյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ սկսենք մեր զրույցը հենց առաջին հարցից, որ տնտեսության վիճակը իրոք ծանր է եւ հասել ենք մի, ինչպես ասում եմ, մի կետի, որ նահանջելու տեղ այլևս չունենք, թե կարող եմ թերևս բերել մեր գործազրկության մակարդակը, որ ԵՏՄ-ում առավել քան բարձր է մյուս երկրների համեմատ, աղքատության պաշտոնական տվյալները, որ դարձյալ խոսուն թիվ է բավականին, սրանք պաշտոնական թվեր են 30%-ից ավելին։ Եվ ահա բնականաբար կարծում եմ չարժ է խոսել, թե ինչքան ծանր է, եկեք խոսենք, թե ինչ ուղիներ են մատնանշելու այսօր քաղաքական ուժերը, մասնավորապես դուք ինչպես ենք դուրս գալու այս վիճակից, խնդրեմ, ով է ուզում առաջին արտահայտվել։ Հա, խնդրեմ, պարոն Մաթեոսյան։ Միքայել Նալբանդյանը նաև ազատության երկիչն է։ Այո։ Իսկ ազատության մասին Հովսեփ Էմինը ասել է, որ բոլոր բարիքների գեներալ աղբյուրը ազատությունն է։ Մեջբերում եք պատասխանում։ Շնորհակալություն։ Մեր դաշինքի, Կոնգրես ՀԺԿ դաշինքի ծրագրի առաջնահերթությունը խաղաղության հաստատումն է։ Հիմա մենք խոսում ենք տնտեսության մասին, իրոք կաղում է մեր տնտեսությունը, բայց ծրագրային մյուս բոլոր հիմնադրույթները մեր պայմանավորում ենք խաղաղության հաստատումով։ Քանի Հայաստանը բոլոր հարևանների, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չունի բաց սահմաններ, չի հաստատել խաղաղություն եւ բարեկամական հարաբերություններ, քանի դեռ մեր ժողովուրդը, մեր սիրելի հայրենակիցները այդ սպառնալիքից արտագաղթում են, մենք չենք կարող զարգացնել տնտեսություն։ Ուրեմն, այս տեսակետը մեզ համար նոր չէ, ամենևին նոր չէ, այս բանավեճը սկսել է 98 թվականի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ այն ժամանակ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնավորել է այս պնդումը, իսկ նրան հակառակ որոշ պետական պաշտոնյաներ հիմնավորել են, որ Հայաստանը կարող է զարգանալ շրջափակման եւ պատերազմի սպառնալիքի պայմաններում եւ հանձնարարել իրականացնելու իրենց ուրեմն պատասխանատվությունը։ Այլևս անցել է 19 տարի, այսօր ուրեմն մենք ունենք հետեւյալ պատկերը։ Ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խոսքս վերաբերում է Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությանը։ Հասկանալի է։ Ուրեմն պետական պարտքը կազմում է $6 միլիարդ, այն դեպքում մեր բյուջեն 3-8 միլիարդ է։ Զինադադարի պայմաններում 94 թվականից սկսած սահմաններում ունենք 2000-ից ավելի զոհվածներ, չհաշված մեր զինվորների, զինծառայողների, ծնողների եւ հարազատների տառապանքները անընդհատ։ Ուրեմն 98 թվականին առաջինից 10-րդ դասարաններում սովորում էր 600,000 աշակերտ, ներկայիս 300,000-ի դիմաց։ Պարոն Մաթեոսյան, ես գիտեմ, որ քիչ առաջ ես երկու թիվ ներկայացրի, որ մենք ծանրանանք, թե ինչ է վիճակը։ Ես առաջարկում եմ խոսել այն մասին, թե ինչ ենք անելու, հասել ենք այս հատվածին եւ քիչ հետո ես հարցեր կտամ, դարձյալ կշարունակենք մեր զրույցը կընթանանք առաջ։ Հիմա պարոն Զաքարյան, եթե կարող եք դուք այս հարցին պատասխանեք, ինչ ենք անելու այս վիճակից դուրս գալու համար։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հարթակից օգտվելու հնարավորության համար։ Ես ոչ թե ասացվածքին ասացվածքով, պարզապես քանի որ այսօրվա թեման տնտեսության
հետ է կապված, ասեմ, որ միշտ առաջնորդվում եմ 10-րդ դասարանի հասարակագիտությունում առաջին տնտեսագիտության այբուբենը ուսումնասիրելիս իմ առաջի սովորած դրույթով ընկեցությունն է որոշում գիտակցությունը։ Դա միանշանակ ամենակարևոր շարժիչ ուժը մեր ազգի, ընդհանրապես բոլոր ազգերի պետությունների համար զարգացած տնտեսություն ունենալն է։ Ինչ վերաբերում է մեր հարգելի ընդդիմախոս օպոնենտի, իմ հարգելի օպոնենտի, որ խաղաղություն պետք է հաստատվի, որպեսզի տնտեսությունը զարգանա եւ այն մեղադրանքին, որ գործող իշխանությունը, եթե կարելի է, ինձ թվում է կարելի է այսպես ձևակերպել, որ պատերազմի կուսակցություն եք մեկ։ Ես նշեմ, խնդրում եմ։ Դա հին վեճ է եւ պարոն Մաթեոսյանը բերեց այն ժամանակահատվածը եւ ես հասկացա այսպես, որ հրատապությունը չի կորցել եւ մտքերի տրամաբանությունը տանում է դրան։ Ասեմ, որ միանշանակ անձամբ ես Հայաստանում չեմ տեսնում պատերազմի կուսակցություն կամ պատերազմին կողմնակից նույնիսկ անձնավորություն չեմ ճանաչում։ Իհարկե պատերազմները, հակամարտությունները, հարևանների հետ խնդիրներ ունենալը խոչընդոտ են տնտեսությունների ցանկացած պետության, ցանկացած ազգի զարգացման, մանավանդ տնտեսության զարգացման համար։ Բայց մենք չենք ընտրել մեր հարևաններին եւ հին իմաստուններից մեկի խոսքն է, որ եթե ընտրության պարագայում անպատվության եւ պատերազմի ընտրության պարագայում, եթե ազգերը ընտրում են անպատվությունը, ստանում են եւ անպատվություն եւ պատերազմ։ Միանշանակ մեր թշնամին, մեր հակառակորդը ինքն է որոշում պատերազմի շարունակականությունը եւ իմ կարծիքով թե 90-ական թվականներին, 91 թվականից սկսած մեր բոլոր իշխանությունները ձգտել են խաղաղության։ Սա թե ինչքանով է հաջողվել, դա այլ հարց է, բայց նշեմ իմ կարծիքով խաղաղություն մենք կունենանք այն ժամանակ, երբ հակառակորդը համոզված լինի, որ մեր հետ պատերազմնելը իրենց համար վնասակար է, այսպես ասեմ։ Այսինքն դարձյալ գալիս ենք նույն, ես բերում եմ, ուզում եմ տալ նույն հարցը, ենթադրենք այսպիսի հարցեր են, կարծիքներ են հնչում, որ ենթադրենք մենք շրջափակված ենք եւ արտաքին մարտահրավերներ կան, բայց դա հիմք տալիս է, որ մենք չզարգացնենք մեր տնտեսությունը, բայց այսինքն ես սա եմ ուզում ասել, եթե մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք, եթե մենք ստեղծում ենք այնպիսի տնտեսական միջավայր, որ գողանալը շահավետ չլինի, այդ թվում բյուջեից գողանալը շահավետ չլինի, եթե մենք կարողանում ենք դա անել, այսինքն արտաքին մարտահրավերներին մենք կարողանում ենք պատասխանել մեր ուժեղ տնտեսությամբ եւ մեր հակառակորդը կամ մեր հարևանը տեսնում է, որ այստեղ իր դիմաց ուժեղ հակառակորդ է, որը պատրաստ է եւ տնտեսություն ունի եւ ինքը կարող է պատերազմել, այս դեպքում մենք դարձյալ խոսում ենք տնտեսության մասին։ Դե ամբողջ խնդիրը նա է, որ մենք կարող ենք ստեղծել այդպիսի տնտեսություն։ Հենց այս պայմաններում, պարոն Մաթեոսյան։ Այդ հարց ուղղեք իշխանություններին, ասել են 19 տարի առաջ։ Չէ, դուք գալիս եք։ Կոռուպցիան մենաշնորհները այդ բոլորը խանգարում են։ Դուք եկել եք իշխանության, դուք ընտրվել եք, հիմա ձեզ տրված է հնարավորություն այս շրջափակման պայմաններում դուք պետք է զարգացնեք տնտեսություն։ Ադրբեջանը ոչ մի կերպ չի համաձայնում։ Ադրբեջանի չհամաձայնելը անդադար ցիտում են։ Ընդհանրապես պետության գլուխը եւ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ դիվանագիտության ղեկավարն է։ Իր դիվանագիտությունը անանարին է հնարավորին դարձնելու արվեստն է։ Գիտեք ինչ, մենք քաղաքացի ենք, մենք նայում ենք մեր իրավիճակը եւ հասկանում ենք, որ այդ խաղաղությունը օդ ու ջրի նման պետք է։ Դիմախոսը եւս համաձայն է դրա հետ։ Դրա համար քայլեր են պետք անել, անդադար մեղադրել Ադրբեջանի, որ չի ուզում, ես էլ կասեմ 97 թվականին ուզում էր։ Ինչու դուք չուզեցիք։ Չուզեցիք, որ այս պայմաններում զարգացնեք Հայաստանը եւ Ադրբեջանից ուժեղ լինենք։ Այսօր Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 8 անգամ ավելի Հայաստանի համախառն ներքին արդյունքից եւ ռազմական ծախսերը 8 անգամ, ուրեմն 1.6 միլիարդ նրանց է 200,000 ներն է։ Հիմա մենք ո՞նց ենք այս փակ վիճակում, իհարկե ասում են գործիքներ կա, եթե կոռուպցիան ես վերացնում, եթե մենաշնորհներն ես վերացնում, ինչպես ենք այս վիճակում տնտեսություն զարգացնելու եւ դա քանի տարի է տևելու, որ բերենք այս բալանսը հավասարակշռենք։
Եվ այդ պայմաններում քանի աշակերտ է սովորելու մեր դպրոցներում եւ քանի մարդ է ապրելու մեր Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Մաթեոսյան, ես այսպեսի մի հարց տամ, 97 թվից առաջ էլ 98 թվից առաջ էլ կային բյուջեից գողացողներ եւ միշտ այդ հարցը լսվել է, բյուջեին փող չկա։ Հիմա այսօր էլ նույնն է կրկնում, բյուջեին փող չկա։ Հիմա բոլորը գողան, եթե չգողանանք, կունենանք տնտեսություն։ Ոչ, չենք ունենա տնտեսություն։ Դարձյալ չենք ունենա։ Դուք չենք կարող հավասարակշռվել Ադրբեջանի հետ։ Այսօր այս վիճակում, թեև մենք, ասենք Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ ունենք 80-ականների զենքեր, չգիտեմ, $200 միլիոն վարկ վերցրեցինք եւ ունենք Իսկանդար, հպարտանում ենք դրանով, բայց դրան զուգահեռ ենթադրենք Ադրբեջանը այս պարազինցների մրցավազքը մեզ քայքայելու է, հասկանում եք, Ադրբեջանը Պակիստանը եթե հենց հիմա բանակցներ է վարում բալիստիկ հրթիռների արտադրության համար, ոչ միայն ձեռք բերելու, այլ արտադրության համար, ասենք զարգացավ այս մրցավազքը, մենք խփեցինք, չգիտեմ, Մինգիչաուրի ջրամբարին կամ Բաքվի նավթահորերին, իրանք խփեցին մեր ատոմակայանին կամ Կապան քաղաքին, ոնց որ խփում էին։ Ուր ենք հասնելու։ Խնդիրը նա է, որ ասում ենք վատ հարևանում ենք։ Բայց դա բնակարան չի, որ փոխենք այդ հարևանին, հասկանու՞մ եք։ Մեր հարևանները սրանք են։ Մեր հարևաններն են, մեր բնական հարևաններն են։ Մեր հայրենակից Կապանից, ուրեմն Դավիթբեկի ծնունդ Արամ Մանուկյանը, որ 18 թվականին հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության դիկտատոր, անմիջապես անկախության հաստատումից հետո Թուրքիայի հետ ստորագրեց ուրեմն զինադադարի եւ հաշտության համաձայնագիր։ Ստորագրեց, որ փրկի մնացյալ Հայաստանը։ Շնորհակալություն։ Հիմա ինձ հուշում են, որ մենք հերոստատիտողը հարց ունի մեզ ուղղված, խնդրեմ լսենք հերոստատիտողին, հետո կշարունակենք զրույցը։ Խնդրեմ, հարգելի հերոստատիտող, դուք եթերում եք, կարող եք ուղղել ձեր հարցը, ձևակերպեք ձեր հարցը, մենք ձեզ լսում ենք։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Ես կուզեմ հարց ուղղեմ երկուսին էլ։ Այո։ Ինչ եք դուք ցանկանում ընտրվել պատգամավոր եւ եթե ընտրվեք, ինչ խնդիրներ կառաջացնեք Թե կլուծեն։ Հա։ Ահա։ Շատ բարի, շնորհակալություն մեզ զանգահարելու համար, ով է ուզում պատասխանել։ Խնդրեմ։ Նախ միջև հարցին պատասխանելը ես կուզեի էլի իմ տեսակետը ասել, որ իհարկե հարևաններին շարունակեի մեր կիսաթողած միտքը։ Եկեք առաջարկում եմ պատասխանենք հերոստատիտողի հարցին եւ շարունակենք։ Նույն կոնտեքստում է։ Այո։ Միանշանակ հարևաններին մենք չենք ընտրում։ Եվ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կամ բոլոր կուսակցությունները միասին ցանկանալով բոլորը եթե նույնիսկ միավորվեն չեն կարող Ադրբեջանի քաղաքական կուրսի մեջ փոփոխություն մտցնել։ Միայն կարող ենք առաջարկենք զիջումներ, իսկ թե նրանց ցանկացածը ինչ կաներ Լեռնային Ղարաբաղ, հետո Զանգեզուր, հետո արդեն Երևանի խանությունն է իրանց եղել եւ այդպես։ Իհարկե շատ հեշտ է ունկնդրի ազգաբնակչության ականջահաճո հայտարարություն անել, որ ուզում ենք խաղաղություն, բոլորն են ուզում խաղաղություն, բոլորը զինվորների ծնողները, ազգաբնակչությունը, մեծերը, փոքրերը, բայց խաղաղությունը ազգերին նվեր չի տրվում։ Եվ Պետք է նվաճես խաղաղությունը պետք է նվաճես, հզորանաս եւ պաշտպանես եւ պարտադրես։ Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ուժն է ծնում իրավունք եւ մենք դատապարտված ենք ուժեղ պետություն ունենալու եւ այսօրվա թեման մենք ոնց որ մի քիչ շեղվեցինք տնտեսությունն է։ Այո, այսօրվա թեման տնտեսությունն է եւ ուժեղ բանակ ունենալու առաջին պայմանը ուժեղ տնտեսությունն է, որովհետեւ մեր ազգի մեջ ոգու պակասություն բոլորս ենք համաձայն, որ չունենք ոգու պակասություն, պարզապես ավելի իրատեսական մենք պետք է մոտենալ, աշխարհը զարգանում է, բանակները ոչ միայն արդեն միայն ոգին քիչ է ուժեղ բանակ ունենալու համար, մենք պետք է ունենանք զարգացած տնտեսություն եւ այն միտքը, որ առանց իհարկե հարևանների հետ բարեդրացիական բոլոր հարևանների հետ բարեդրացիական հարաբերություն ունենալու դեպքում ավելի արագ կլինի դա, բայց նորից եմ կրկնում, խաղի կանոնները դա հենց միջազգային հարաբերությունները հենց այն յուրահատկություն ունեն, որ մեկի կողմից չի, դա պետք է կոնտեքստում լինի, հարևաններն էլ պետք է ուզեն դա, իսկ որպեսզի ուզեն, նորից եմ կրկնում,
Մենք նախ պետք է ընդունենք ստատուս քվոն։ Այսինքն ես ուզում եմ ճշտել այս պայմաններում մենք կարող ենք այս պայմաններում տնտեսություն զարգացնել։ Գիտեք, նույնիսկ ես կարծում եմ նույնիսկ չարժե մտածել այդ հարցի մասին, կարող ենք թե ոչ, մենք պարտավոր ենք դա ունենալ։ Պարտավոր էսա մեր առաջարկ, մեր ճակատագիրն է սա, մեր հարևաններն են սա, մեր պայմաններն են սա, եւ ցանկացած պարագայում մենք պետք է գտնել ելքը։ Ես անձամբ գտնում եմ եւ հույս ունեմ, համոզված եմ, մոտ ապագայում մենք ունենալու ենք մեր երազած երկիրը։ Սա նաեւ հեռուստադիտողի հարցը, պարոն Զաքարյան, քանի որ կարող է ուրիշ զանգել լինել, դուք խնդրեմ պատասխանեք։ Ընտրվելու դեպքում որոնք ելնելու ձեր առաջին որ հարցը։ Առաջին չեմ կարծում, որ ազգային ժողովի падգամավոր ընտրվող տեխնացուն պետք է միջև ընտրվելը ինքը նախանշի, թե որն է լինելու իր առաջին քայլը։ Միանշանակ, որովհետև դա այդ պատասխանը կլինի ընտրվելուց, ազգային ժողովում աշխատելուց, որոշակի ինֆորմացիայի տիրապետելուց հետո, այդ առաջին։ Եվ երկրորդը, ես այնպես չէ, որ ինքս մտածել եւ մի օր արթնացել եւ որոշել եմ, որ ազգային ժողովի падգամավորի տեխնացություն առաջադրեմ։ Ես ներկայացնում եմ հանրապետական կուսակցությունը, Մեղրու տարածաշրջանի շրջանային հանրապետական կուսակցության նախագահն եմ, մարզային խորհրդի կողմից որոշում ա եղել, որ իմ տեխնացությունը առաջադրվեն եւ ի տարբերություն մյուս տեխնացուների ես միանշանակ եւ ընտրվելու եւ չընտրվելու դեպքում առաջիկա 5 տարում ես մեր պետության թե տնտեսական քաղաքականության եւ թե ընդհանրապես սոցիալ-տնտեսական քաղաքականության առնվազն Մեղրու համայնքի շրջանակներում լինելու եմ ակտիվ մասնակիցը։ Շնորհակալություն, պարոն Մաթեոսյան, հեռուստադիտողի հարցին խնդրեմ պատասխանեք։ Ես падգամավոր արդեն եղել եմ մեկ անգամ, այո, 95-99 թվականներին ազգային ժողովի առաջի գումարման падգամավոր եմ եղել։ Ճիշտ ասած, որևէ հավակնություն եւ տենց տրամադրվածություն, որ դառնայի երազեի նորից դառնալ падգամավոր, ամենևին չունեմ։ Եթե կոնգրես ՀԺԿ դաշինքը ընտրություններին մասնակցեր մեկ այլ կարգախոսով, ներկայումս մեր կարգախոսը խաղաղություն, հաշտություն, բարիդրացիությունն է, ես ուղղակի չէի մասնակցի։ Ես գիտակցում եմ խաղաղության հույժ կարևորությունն ու անհրաժեշտությունը, դրա համար համաձայնել եմ մասնակցել այս դաշինքի առաջադրումով, որպեսզի օգտագործեմ նման հնարավորությունները եւ բացատրեմ հանրությանը եւ փորձեմ ձևավորել խաղաղություն հաստատելու հասարակական պահանջ։ Լավ, հիմա շնորհակալություն, հիմա մենք այս թեման շարունակենք, դարձյալ փորձենք շարունակել, ունենք այս պայմանները, ունենք այս հարաբերությունները, ձեր կարծիքով Իրանի հետ հարաբերություններ ունենք, մեր հարևաններից մեկն է Իրանը, քանի որ հարևանների մասին ենք խոսում, բավարար են այդ տնտեսական հարաբերությունները, թե ազատ, թե տնտեսական գոտի ստեղծելու առումով, եւ թե բոլոր այլ առումներով բավարար են այսօր, թե ինչ կարելի է անել, փոխել, զարգացնել, խնդրեմ, ով է ուզում պատասխանել։ Իհարկե ոչ, բավարար չեն։ Իսկ ինչ կարելի է անել, այո։ Եվ մեր հանրապետության վարչապետը այս մոտորերս Սյունիքում էր եւ ինքը բազմից այդ միտքը հնչեցրեց։ Այսօր այն տնտեսական հարաբերությունների մակարդակը բացի էներգակիրներից մոտ 50 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն է կատարում Հայաստան-Իրան։ Դա համարյա 0-ին մոտիկ է։ Մենք եւ այն մակարդակը քաղաքական, որ ունի Հայաստանը Իրանի հետ, ընդհանրապես չի համապատասխանում տնտեսական փոխհարաբերություններին։ Այդ թիվը 10, 20, ես չեմ վախենում ասեմ, նույնիսկ 30 անգամ կարելի է ավելացնել։ Ես քանի որ Իրանի հարավային դարպասում ենք մենք ապրում եւ մենք երևի ամենաիրազեկվածն ենք Հայաստանում Իրանի տնտեսությունից, մենք օգտագործում ենք
հայ-իրանական տնտեսական պոտենցիալի, չգիտեմ, 5%, 10% մաքսիմում։ Կամազան եք այն կարծիքին, որ Ադրբեջանը ավելի շատ պայմանագրեր է կնքում, Ադրբեջանը ավելի շատ ծրագրեր է իրականացնում, քան Հայաստանը այս պահին։ Տեղյակ չեմ Ադրբեջանի կնքած պայմանագրերից, բայց ասեմ, որ հսկայական քայլեր է արված մանավանդ վերջին ժամանակներս, այս վիզաների վերացման քաղաքականությունը, մաքսային ընթացակարգերի պարզեցումը, նույնիսկ հիմա աշխատանք է տարվում Նուրդուզի մաքսակետի եւ Մեղրու մաքսակետի միավորումը, այսինքն զբոսաշրջիկը տնտեսվարողը մեկ անգամ է անցնելու մաքսային ընթացակարգ, այսինքն Նուրդուզում կատարված իր մաքսային ձևակերպումները բավարարելու է նաև Մեղրի մաքսակետին եւ հակառակը։ Ասեմ, որ աշխատանք դրանք առաջին քայլերն են եւ հսկայական նախադրյալներ են ստեղծում այդ հարաբերությունները զարգացնելու համար։ Այսինքն եղածը չի բավարարում եւ դուք հույս ունեք, որ ոչ թե հույս ունեմ, մենք էլի այդ ուղղությամբ էլ այլ ընտրանք չունենք։ Մեր հարևանն է եւ պարտավոր են նշած Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերությունների պակասը բացակայությունը մենք պետք է լրացնենք Իրանի հետ սերտ համագործակցությամբ եւ ասեմ, որ տուրիզմի զարգացման առումով մենք այս արված քայլերը հսկայական պոտենցիալ են իրենցից ներկայացնում տուրիզմը զարգացնելու գոնե Սյունիքի մասով մենք կարող ենք մեկօրյա տուրիզմ, այդ մեկ օրով կարող են, ես մի թիվ ասեմ, Մեղրի մաքսակետից 1.5 ժամ շառավղով աջ ցախ ուղիղ 1.5 ժամ ավտոյի երթի շառավղով մոտ 7 միլիոն մարդ է ապրում իրանական կողմում։ Դա հսկայական պոտենցիալ է եւ չօգտագործելը, չօգտվելը դրանից կոպիտ սխալ կլինի։ Նու ռիսկեր կան այդ ուղղությամբ եւ այդ առումով մենք պարտավորված ենք ուժեղ ձիգ պետություն, պետական կառուցող, նաև ուժեղ հասարակություն ունենալ իր ամեն ինչով։ Մենք այդ դրա մեջ նաև վտանգներ կա, այդ հսկայական զանգվածը Սյունիք այցելելու դեպքում դուք ինքներդ եք պատկերացնում իրավիճակը։ Այսինքն խելացի պետք է օգտագործել, պարոն Զաքարյան, շատ շնորհակալություն, հիմա լսենք Պարոն Մաթևոսյանին։ Իրանի հետ կապված, ուրեմն Իշխող հանրապետական կուսակցության նախկին ընտրությունների ժամանակ հնչեցրած ծրագրերից եմ ուզում մեջբերումներ անել։ Իրան-Հայաստան երկաթուղի գոյություն չունի։ Եվ այդ մասին այլևս ոչ ոք չի խոսում։ Նավթավերամշակման գործարան գոյություն չունի, ոչ ոք չի խոսում։ Հիդրոկայան Արաքս գետի վրա նույնիսկ միտեղ բուլդոզերով հարթացրել էին եւ ժապավեն էին կտրել։ Ոչ ոք չի խոսում այս մասին։ Ուրեմն գազատար, որ նախատեսված էր տրանզիտ նշանակության Հայաստանով անցնող, դարձավ փակուղային նշանակության, միայն Հայաստանի կարիքները բավարարող, այն էլ նախատեսված էր, որ գազատարը պետք է գնա ուրեմն Հրազդանի ջերմոէլեկտրոկայան, իրանական ներդրումներով վերածվի էլեկտրական էներգիայի եւ Իրանի այդ էլեկտրական էներգիան մեզանից կգներ։ Դարձավ փակուղային նշանակության եւ ռուսական։ Իրանը որևէ ներդրում այստեղ մինչև քաջարան կառուցեց եւ չշարունակեց։ Այնպես որ Մաթևոսյան, հիմա լավ, դրանք չկա, մենք ասում ենք, որ չի բավարարվում այսօր։ Հիմա դուք ձեր դաշինքը, ձեր ուժը քաղաքական ինչ է առաջարկելու Իրանի հետ հարաբերություններում։ Ասում եմ ինչ է առաջարկելու։ Առանց խաղաղության որևէ մեկը այս երկրում, առանց խաղաղության որևէ մեկը այս երկրում լրջագույն ներդրումներ չի անելու։ Այսինքն պետական մակարդակով, թե մասնավոր Իրանը չի անելու ներդրում, եթե մենք ես թվարկեցի, կներեք, ես թվարկեցի ուղղակի եթե հերքել պատճառը դա եք համարում։ Առաջին հերթին պատճառը սա եմ համարում, երկրորդը համարում եմ, որ տեսեք հիմա բանախոսը մատնացույց է անում Ադրբեջանի վատ կողմերը, կա այդպիսի բան, իհարկե կա, ադրբեջանական իշխանությունները այսօր ինչ որտեղ adekvat չեն, չգիտեմ, կնոջը փոխնախագահ է դնում, բայց դա իրականություն է, մենք պետք է այնքան նոր դիվանագիտություն վարենք, որ այդ պայմաններում նրանց հետ հարաբերություններ կարող ենք կառուցել, այնպես ինչպես Իրանի հետ ենք կառուցում, չմոռանալով, որ Իրանը կրոնապետություն է եւ աշխարհի զարգացած երկրների կողմից սանկցիաների տակ մշտապես հիմա վերջերս մի քիչ թեթևացրեցին, հիմա Ամերիկայի նոր վարչակազմը կրկին ուրեմն սպառնալիքներ են հնչեցնում։
Եվ մենք չգիտենք թե ինչ է կատարել։ Դա Այո, մենք չգիտենք թե ինչ է կատարում։ Խնդրում մենք դարձյալ ունենք հեռախոսազանգ, պատասխանենք հեռուստադիտողի զանգին։ Խնդրեմ, հարգելի հեռուստադիտող, դուք կարող եք ձևակերպել ձեր հարցը, մենք ձեզ լսում ենք։ Բարև ձեզ։ Կարելի է մի հարց։ Այո։ Ուրեմն ինձ հետաքրքիր է ընդհանրապես երկուսին եմ դիմում ձեր կուսակցությունների նախընտրական ծրագրերում շահագրված անելիքները իրատեսական են թե խոստումներ են միայն։ Խնդրեմ, ով է ուզում առաջինը սկսել։ Շնորհակալություն հարցի համար։ Որևէ ծրագիր իրատեսական կարող է դառնալ, եթե դու դառնում ես իշխանություն, գալիս ես իշխանության։ Հիմա մենք ներկայացնում ենք ծրագիր, ասում ենք, որ գանք կանենք այս բաները, ասենք մենաշնորհները կվերացնենք, կոռուպցիան կվերացնենք, կհաստատենք խաղաղություն, բայց առանց իշխանության այս բոլորը անել ուղղակի հնարավոր չէ։ Այդ դա ձեզանից է կախված, եթե ուզում եք, որ մեր ծրագրերը իրականություն դառնան, դուք պետք է քվեարկության ժամանակ առաջնորդվեք գաղափարներին եւ նպատակներին ձայն տալով, այլ ոչ թե անձերով, այն ինչ որ այսօր հրամցրել են ձեզ այդ ռեյտինգային ասած նոր ընտրակարգի միջոցով։ Շնորհակալություն եւ խնդրեմ պարոն Զաքարյան, հեռուստադիտողի հարցին։ Ես հակառակ պարագայում չէի առաջադրվի եւ չէի մասնակցի այս քարոզարշավին։ Միանշանակ ես տեսնում եմ իրատեսական նորից կրկնեմ մանավանդ մեր վերջին գործող կառավարությունը, գործող վարչապետի եւ ունակություններին եւ իշխանության բռնած քաղաքական կուրսին ես միանշանակ հավատում եմ, հույսով եմ եւ համոզված եմ, որ մեր հարգելի տիկինին 1-18 թվականից տնտեսական աճ ենք ունենալու։ Ես համոզված եմ, որ 18 թվականից մեր ազգաբնակչությունը արդեն կզգա տնտեսական, թեկուզ դանդաղ, թեկուզ թույլ, բայց առաջընթացի նշույլ է 18 թվականից արդեն կերևա, որովհետև ես ինքս իմ աշխատանքի մեջ եմ զգում եւ համոզված եմ, անկախ բոլոր թերություններից, իհարկե թերություններ կան եւ գործող իշխանության ամենակարևոր ուժը ես դրա մեջ եմ տեսնում, որ ինքը իր մեջ ուժ է գտել եւ նշում է այդ թերությունները, պայքարում է դրա դեմ։ Խոստումներ չեն իրատեսական։ Ես միտքս խնդրեմ ավարտեմ։ Ոչ մեկը չի ժխտի, որ այսօր արդեն պետական պաշտոն զբաղեցնել է, թեկուզ համայնքի ղեկավար, թեկուզ մարզպետ վայելքից եւ չգիտեմ ստատուսից վերահացվել ծանր աշխատանքի։ Ես իմ տեղակ եմ ասում, ինչին ականատես եմ, ծանր պատասխանատու աշխատանքի։ Իսկ բերեք 10 տարի առաջ, 15 տարի առաջ հիշենք, թե ընտրված կամ չգիտեմ նշանակված մարզպետը կամ մարզպետի տեղակալը կամ համայնքապետը ինչ կարգավիճակում էր, համարյա իշխանի այդպես վայելելու պոստեր, այսօր այդպես չի, մեզ համակարգը այնպիսին է եւ օր-օրի դա ավելի է խստանում, ավելի մեծ թափ է հավաքում, վերահացվել ծանր պատասխանատու աշխատանքի, իսկ ծանր աշխատանքը հնարավոր չի իր արդյունքը չտա։ Շնորհակալություն, քանի որ ինձ հուշում եմ, որ մեր ժամանակը արդեն սպառվում է, խնդրում եմ ձեր ամփոփիչ խոսքերը ասեք, խնդրեմ եւ այս առաջիկա ընտրությունների վերաբերյալ եւ այսօրվա թեմայի վերաբերյալ, եթե ցանկանում եք, պարոն Մաթեոսյան, խնդրեմ։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ընտրողներ, ուրեմն Հայաստանում տեղի է ունեցել հետեւյալը. գործող իշխանությունը իր վերարտադրությունը, խոսքս վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահին, իր վերարտադրությունը ապահովելու նպատակով փոխել է սահմանադրությունը կեղծիքներով եւ մտցրել է խորհրդարանական կառավարում։ Այլևս Հայաստանում նախագահական ընտրություններ անց չեն կացվելու։ Մեր ժողովուրդը մշտապես պատասխանատվությամբ է վերաբերվել այդ ընտրություններին եւ ես ուզում եմ ձեզ հուշել։ Բայց մի բան ասեմ, դուք ընտրական օրենսգիրքը քննարկելու ժամանակ որպես ընդդիմություն դուք մասնակցել եք եւ այս ընտրական օրենսգրքի քննարկմանը։ Երկու կետով մասնակցել ենք, երկու կետով։ Չէ, մենք ներկայացնենք առաջարկություններ առաջին հերթին դասական համամասնական ընտրակարգ ներառելու պահանջով։ Դասական համամասնական, այսինքն ձայնը տալիս են միայն կուսակցություններին, անձեր չկան, մեծամասնական չկա։ Հիմա եւ զիջումներ եք գնացել։ Զիջումներ են գնաց, չէ, այդ մասով զիջումներ չեն եղել։ Առհասարակ ընտրական օրենսգիրքը ընդամենը երկու զիջում, որը քաղաքացիները իրենց վրա կզգան, ուրեմն այս իշխանությունների կեղծիքի հիմնական գործիքը բացականների փոխարեն քվեարկություններ, Հայաստանից բացականների փոխարեն քվեարկություններ,
Մեր ընտրական ցուցակներում 2.5 միլիոնից ավել ընտրողներ են գրանցված։ Հիմա համաձայնել են, որ ստորագրված ցուցակները հաջորդ օրվանից սկսած հրապարակեն։ Դա արդեն բոլորին հասկանալի է, որովհետև մեր ժամանակը շատ սուղ է, կոմպրոմիսը այսքանի մասով է։ Եվ տեղադրվելու են տեսախցիկներ 750-ից պակաս ընտրող ունեցող ընտրատեղամասերում։ Էս է կոմպրոմիսի արդյունքը, սա է ընդհանրապես։ Ուրեմն ես ձեզ կոչ եմ անում լրջագույնս վերաբերել այս ընտրություններին, համարել, որ սա նախագահական ընտրություններից ավելի կարևոր ընտրություններ են, կոչ եմ անում նաև գիտակցել, որ առանց խաղաղություն հաստատելու, առանց հարևանների հետ բարեդրացիական հարաբերություններ հաստատելու հնարավոր չի լինելու Հայաստանը զարգացնել եւ մենք միշտ ունենալու ենք արտագաղթ, միշտ ունենալու ենք սահմաններում զոհեր եւ միշտ ապրելու ենք լարվածության մեջ։ Ուստի, եթե դուք համամիտ եք այս տեսակետին, ձեր ձայնը տալով կոնգրես ՀԺԿ դաշինքին, այնտեղ անգամ պատկառելի ներկայություն ապահովելու դեպքում դուք պատվիրած կլինեք խաղաղություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Զաքարյան, ձեր խոսքը։ Հարգելի սյունեցիներ, հարգելի ժողովուրդ, ես նույնպես կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ուզում եմ իմ կողմից ավելացնել, որ հանրապետական կուսակցությունը մյուս կուսակցություններից նաեւ երևի դաշնակցությունը որպես կոալիցիոն գործընկեր տարբերվում է նրանով, որ ինքը ոչ միայն մասնակցում է քարոզարշավին եւ հայցում է ընտրողի քվեն, ինքը նաեւ պատասխանատու է մաքուր եվրոպական չափանիշներով ընդունելի ընտրությունների անցկացման համար եւ այն նշած թերությունները, չգիտեմ, բացակաների փոխարեն ընտրություններ եւ այլ, ես համոզված եմ դուք ինքներդ արդեն ականատես եք լինում, որ մնացել են անցյալում, խորը անցյալում։ Այսօր մենք հայցում ենք արդար քվե եւ քանի որ նորից կրկնեմ, այսօրվա թեման մեզ ասել են, որ տնտեսական քաղաքականություններ, ես ուզում եմ մի գաղափարի վրա բոլորիդ ուշադրությունը սրվերել, որ այսօր այնպիսի իրավիճակ է, որ բոլոր ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր ուժերը ելք տեսնում են, գտնում են, որ կարելի է այս վիճակից դուրս գալ, կարելի է զարգացնել այսպես, կարելի է զարգացնել այնպես, բայց իմ խորին համոզմամբ եղած իրավիճակից ամենալավ ելքը, ամենալավ զարգացումը կարող է ապահովել այն ուժը, որը ստեղծել է այդ ելման պայմանները։ Այսօր նույնիսկ ամենախոր ընդդիմադիրները չեն ասում, որ անհնար է այս վիճակից դուրս գալ։ Այսինքն որոշակի հարթակ ապահոված է, իսկ այդ հարթակից զարգացումը կարող է ապահովել այն ուժը, որը ստեղծել է ելման դրությունը։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, մենք ավարտում ենք այսօրվա մեր զրույցը, այսօր մենք զրուցում էինք Կոնգրես ՀԺԿ քաղաքական դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Զաքարյանի հետ։ Բարի գիշեր, ինչ նոր հանդիպում։